Հանուն հոր և որդու և ոգուի սրբո, ամեն։ Երկու հոգի գնում են Էմավուս, ովքեր են այդ երկուսը, նրանցից մեկը կղեով պասն էր, մյուսին ավետարանը չի հիշատակում։ Երբ էին գնում Էմավուս, Քրիստոսի հարությունից հետո, Քրիստոսի աշակերտներին երևալուց իր հարությունը հաստատելուց հետո, մոլորված, շփոթված, խոսելով գնում են Էմավուս, որը հեռու էր Երուսաղեմից 2 կիլոմետր հեռավորությամբ։ Եվ Քրիստոս բոլոր մոլորյալներին դարձի բերելու է եկել, բոլոր շփոթվածներին ուղղելու է եկել, եւ անձամբ Քրիստոս երևաց այս երկու մոլորյալներին, շփոթվածներին, որոնք ճանապարհին խոսում էին վերջին դեպքերի մասին։ Եվ մոտեցավ Քրիստոս ասաց, ինչ եք խոսում, կարծես ուզում էր հանդիմանել, անուղղակի կերպով հանդիմանեց։ Դու ես միայն Երուսաղեմում, որ չիմացար, թե ինչ կատարվեց այնտեղ։ Հիսուս Նազովրեցին, արդար մի մարդ, բարի հզոր մի քարոզիչ, տեսեք ինչ են ասում։ Եվ որ եկավ և մեր քահանայապետները, իշխանները նրան խաչեցին։ Եվ մենք ակնկալում ենք, որ նա է փրկիչը։ Եվ 3 օր է, որ կատարվել այս բոլորը։ Կատարյալ շփոթմունք։ Եվ Քրիստոս, եթե մինչ այդ անուղղակի էր հանդիմանում, այժմ ուղղակիորեն հանդիմանեց, ուղիղ խոսք ասաց։ Ով անհավատ ժողովուրդ, ինչպես չեք կարողանում հասկանալ գրվածքները, որ Քրիստոս այդպես պիտի խաչվեր, այդպես պիտի թաղվեր, հարություն առներ, բոլորը բացատեց, խոսոց, մտքները բացեց, մարգարեությունները խոսեց, բայց նորից չէին ճանաչում Քրիստոսին, չակնկալեցին, որ իրենց հետ քայլողը ինքը մեր Տերն է։ Ուրախ, զվարթ, արդեն սրտներ ուրախացել էին, երջանիկ էին, լավ էին, բայց մտքները չէր լուսավորվել, սիրտն ուրախացել էր, բայց միտքը դեռևս փակ էր, բռնված էր, աչքերն էլ չէին տեսնում, որ իրենց հետ քայլողը Քրիստոս է։ Եվ խնդրեցին, ասեցին, մեզ հետ կգիշերես, ասեց, չէ, հեռու ճանապարհ եմ գնում, երկինք եմ գնում։ Խնդրեցինք, հետո կգնաս։ Բառացի չասաց, թե երկինք եմ գնում, բայց ասաց հեռու ճանապարհ եմ գնում։ Եվ այդպես համոզեցին, եկավ Քրիստոս նրանց հետ Էմավուսում, սեղան նստեց, վերցեց հացը, կիսեց, եւ երբ տեսան, նոր աչքները բացվեց, նոր մտքերը պայծառացավ, լուսավորվեց։ Ու երբ հասկացան, Հիսուս աներևութացավ, գնաց։ Եվ ասացին, մեր մտքները, լավ, մեր աչքները, մենք ուր էինք, որ չճանաչեցինք Քրիստոսին։ Քայլեցինք 2 կիլոմետր ճանապարհ քայլեցինք հետը։ Խոսեց մեզ հետ, ասաց, բացատրեց։ Ինչ պատահեց մեզ, որ չճանաչեցինք։ Մինչև բացահայտ նշանը չտեսանք, հացի բեկանելը, որ տեսել էինք, թե բազմացման ժամանակ և թե հատկապես վերջին ընթրիքի ժամանակ, երբ հացը բեկանեց, տվեց աշակերտներին, ասաց, առայք երեք այս է մարմինը։ Միայն դրանից հետո մեր աչքերը բացվեցին և ճանաչեցինք։ Այս երկու ճամփորդը, որ Էմավուս են գնում, ոնց որ մենք լինենք։ Մի պահ է գալիս աշխարհի հոգսերով, նեղություններով, փորձություններով մենք ուղղակի սենց կուրանում ենք, փակվում ենք, մտնում ենք մեր մեջ ու սկսում ենք մտածել, բա ուր է Քրիստոս հարություն չառավ, բա ասում էր 3-րդ օրը հարություն կառնեմ, այս փորձությունները երբ պիտի հեռանան մեզանից, բա մենք ինչ պիտի անենք այս փորձությունների մեջ, սենց խեղդվում ենք, ոնց անենք, բա ուր է Քրիստոս երբ պիտի հարություն առնի, երբ պիտի դուրս գանք այս փորձություններից։ Եվ Քրիստոս ամենահենց նեղ ու դժվար ժամանակ, ինչպես այս Էմավուսի ճամփորդներն են, որ Քրիստոսի
խաչելությունից հետո, հարությունից հետո դերևս շփոթված քայլում է մեր կողքով։ Մեր կողքով քայլում է, գնում է։ Շատ մարդկանց միջոցով մեզ բացատրում է, խոսում է, ասում է, ավետարանի միջոցով, Աստծո խոսքի միջոցով բացատրում է, լսիր, զավակս, որդյակս, մանուկ, ինչպես Պողոս Առաքյալն է ասում, թե դուք մանուկ եք, ձեր միտքը դերևս կոշտ, կերակուր ուտելու ընդունակ չէ, դերևս մանր, մուներ բաներ պիտի ձեզ բացատրենք, լսի, այդ նեղության մեջ, այդ դժվարության մեջ Քրիստոս հարյավի մեռելոց, քո կողքին է, ես քայլում եմ, մարգարեները կատարվեցին, փրկիչն է աշխարհի, ասում, 2 կիլոմետր երկար ճանապարհ մեզ հետ քայլում է, նոր, երբ որ մի նշան ենք տեսնում, մի հրաշք ենք տեսնում, բացահայտ վկայություն ենք տեսնում, նոր, ուշացած, մեր աչքերը, մեր սրտերը բացվում են և ասում են, վայ, Քրիստոս մեզ հետ է, բա մինչև ես ոնց չէինք հասկանում, որ մեզ հետ էր, մեր կողքը քայլում էր, որտև թմրած ենք, քնած ենք, և երբ մի հրաշք ենք տեսնում, նոր արթնանում ենք, բայց հրաշքը հավատացյալների համար չէ, անհավատների համար է, ավելի լավ առանց հրաշքի հավատանք, որովհետև հրաշքով հավատալ, պարտադրանքով հավատալ է, և առանց հրաշքի կամավորապես հավատալ է։ Ուրեմն, այսօրվա ավետարանական մեզ ուսուցանում է, որ Քրիստոս մեր կողքին է, միշտ հարություն է առել, մեզ հետ քայլում է, մեզ զորացնում է, և ամենակարևորը, շատ անգամ մեր կողքին քայլում է Քրիստոս այլ կերպարանքով, տարբեր մարդկանց միջոցով, խոսում է մեզ։ Եթե մեր աչքը, մեր միտքը և հատկապես մեր ականջը բաց լինեն, մենք կտեսնենք, որ ինչ-որ մեկի միջոցով, ավետարանի միջոցով, Աստծո խոսքի միջոցով Քրիստոս է մեզ հետ խոսում և կտեսնենք ու կփառավորենք Տիրոջ։ Քրիստոս հարյավի մեռելոց։ Օրհնյալ է հարություն Քրիստոս։